Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային շաբաթը կրկին մեզ մոտ մեկնարկում է եւ հետաքրքիր խաղերի պակաս այսօր էլ չենք ունենալու եւ հիմա տեսնում ենք առաջին խաղն է մեկնարկելու մեզ մոտ եւ միմյանց հետ են մրցելու Լևերկուզենի Բայերը եւ Օլիմպիկ Լիոնը, թիմեր, որոնք այս պայն անկայուն արդյունքներ են ցուցաբերում, բայց դեռ նրանք ունեն մի քանի հանդիպումներ անցկացնելու եւ շտկելու իրենց արդյունքները մրցաշարային աղյուսակում։ Ինչևէ, հիմա վերադառնանք այս խաղին եւ արագ ներկայացնեմ թիմերի հայտարարությունները։ Խաղը մեկնարկեց Բայերի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Սևոյանը, համար 4 Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնավուրյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 11 Գագիկ Ղուկասյան, համար 17 Համլետ Ազնավուրյան, համար 21 Վարդգես Գեբեշյան, համար 22 Ալեն Հարոյան եւ համար 33 Հարություն Օհանյան։ Լիոնի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Ղազարյան, համար 3 Բաբկեն Աբրամյան, համար 5 Հայկ Հակոբյան, համար 7 Նարեկ Դավթյան, համար 8 Լյուդվիգ Ադամյան, համար 10 Վաղինակ Սեթրակյան, համար 11 Տիգրան Սեթրակյան, համար 13 Ռոման Ջուլհակյան, համար 23 Արթուր Ասոյան, համար 20 Գալուստ Ղուկասյան եւ համար 99 Արտակ Մանվելյան։ Խաղը տեսնում ենք, որ մեկնարկել է եւ հիմա Բայերի մոտ է գնդակը եւ փորձում են նրանք իրենց առաջին գրոհը իրականացնեն այս խաղում։ Կարելի ասել հավասար կարգի թիմեր են հիմա հանդես գալիս միմյանց հետ։ Տեսնենք ինչ թիմերը միմյանց կառաջարկեն, հիմա տեսնում ենք, որ Բայերն է փորձում իր առաջի գրոհը կառուցել, լավն էր փոխանցումը, հարված տեսանք այստեղ Արթուր Պետրոսյանի կողմից եւ փրկեց Արթուր Ղազարյանը իր թիմին, շարունակում է Բայերի գրոհ, այստեղ նորից հեռացեցին գնդակը, բայց նորից Բայերինն է գնդակը լինելու եւ հարված եւ մի փոքր շեղ անցավ այստեղ Անդրանիկ Կիրակոսյանի հարվածը եւ կտեսնենք Արթուր Ղազարյանի պաշտպանած դարպասից հարված, շատ վտանգավոր հարված տեսանք Բայերի կողմից, առաջին հարվածը տեսանք այս խաղում։ Շատ լավ է հիմա մեկնարկել այս րոպեները Բայերի ֆուտբոլիստները, տեսնենք Լիոնը ինչ կառաջարկի նրանց։ Հիմա նորից գնդակը Բայերի տղաների մոտ է, շատ հանգիստ հիմա խաղարկումներով փորձում են անցնել կիսադաշտը եւ նրանց մոտ ստացվում է շատ լավ փոխանցում, հիմա տեսանք Բայերի ֆուտբոլիստի կողմից, բայց հեռացված է գնդակը, հիմա էլ հարված տեսանք Բայերի ֆուտբոլիստի կատարմամբ, Արթուր Պետրոսյանն էր հարվածում, բայց շեղ ընթացավ նրա հարվածը, շատ լավ են մեկնարկել Բայերի ֆուտբոլիստները եւ արդեն երկու անգամ տեսնում ենք հարված կատարեցին Լիոնի դարպասին։ Այստեղ նորից տեսնում ենք, որ Լիոնը գնդակը հեռացրեց, դեռ չեն կարողացել Լիոնի տղաները գրոհ իրականացնել։ Այս պայն նրանք շատ լավ են գործում պաշտպանությունում։ Շեշտը կարծես թե դրել են հակագրոհների վրա, հիմա տեսանք Վաղինակ Սեթրակյանը խլեց գնդակը, բայց վերջինս կորցնում է գնդակը եւ նորից խլեցին Բայերի տղաները եւ առաջ են շարժվում։ Անդրանիկ Կիրակոսյանն է գնդակով, նորից խաղընկեր է փնտրում եւ փոխանցում կատարեց մյուս եզր։ Այստեղ հիմա տեսանք հարված Բայերի ֆուտբոլիստի կողմից եւ պաշտպանն է փակում այդ հարվածը եւ առաջին անկյունային է հիմա այս խաղում Բայերն է վաստակել։ 1 ամեն մեկը մի հոգի բա այդ դեպի
Ալեն Հարոյանն էր գնդակի մոտ փոխանցում հիմա այստեղ կարող էր ընթացքից հարված կատարել Բայերի ֆուտբոլիստը, բայց չստացվեց նրա մոտ հարվածողը Արթուր Պետրոսյանն էր, բայց լավն էր այստեղ տեսնում ենք որոշումը Ալեն Հարոյանի, երկար փոխանցում տեսանք դեպի Արթուր Պետրոսյանը, հիմա էլ հարված տեսանք ընթացքից Բայերի ֆուտբոլիստի կողմից, բայց փրկում է իր թիմին Արթուր Ղազարյանը, Գագիկ Ղուկասյանն էր հարված կատարողը, նորից հեռացված է գնդակը, դեռ տեսնում ենք, որ շատ ակտիվ են գործում Բայերի ֆուտբոլիստները, արդեն մի քանի հարվածներ տեսանք նրանց կողմից, բայց Լեոնը շատ լավ է պաշտպանվում, նորից շարունակվում են Բայերի գրոհը և Ալեն Հարոյանն է գնդակով, այստեղ չստացվեց նրա փոխանցումը, բայց շարունակվում է գրոհը, հիմա էլ այստեղ հեռացնում է Լիոնի պաշտպանը, Հայկ Հակոբյանն էր այնտեղ պաշտպանությունում գործում Լիոնի ֆուտբոլիստներից, նորից դեպի Ալեն Հարոյանը, շատ ակտիվ է մեկնարկել այս ֆուտբոլիստը, Ստեղ էլ Արթուր Պետրոսյանի փոխանցումը չստացվեց, բայց թիմակիցը վերադարձեց նորից գնդակը իր թիմի մոտ, նշեցի, որ թիմերը անկայուն են մեկնարկել այս մրցաշրջանը, այս պահին այստեղ վտանգավոր տեսնում ենք Բայերի կողմից կազմակերպած գրոհը, բայց շեղ ընթացավ փոխանցումը Արթուր Պետրոսյանի, անկայուն են մեկնարկել մրցաշարը թիմերը, Լիոնը այս պահին 13 խաղից ունի ընդամենը 3 միավոր, նրանք ընդամենը 1 հաղթանակ են տոնել այս մրցաշարում, իսկ Բայերն էլ 12 խաղից հետո 10 միավոր է վաստակել և գտնվում է 14-րդ հորիզոնականում, բայց ամեն ինչ կարող է փոխվել, որովհետև դեռ թիմերը ունեն հանդիպումներ անցկացնելու և շատ թեժ մրցաշար է ընթանում այս պահին, շատ հետաքրքիր ու խելայեղ պայքարում է ընթանում այս փուլը, հիմա այստեղ տեսնում ենք խաղայկանների խախտում նկատվեց Գագիկ Ղուկասյանի հետ պայքարում, գնդակը վերցրել է Ալեն Հարոյան և փորձելու է փոխանցում կատարել դեպի տուգանային հրապարակ, Սուլիչը կա, փոխանցումը կատարված է և շատ վտանգավոր էր, բայց նորից հեռացեցին և հիմա հակագրով Վաղինակ Սեթրակյանն է մնում մենակ դարպասապայի դիմաց և բարձր է հարվածում, շատ լավ հակագրով տեսանք հիմա Լիոնի կատարմամբ նրանց առաջին կարելի ասել գրոհ տեսանք և առաջին հարվածը Վաղինակ Սեթրակյանի կողմից, այստեղ էլ շատ լավ է հիմա գործում Արթուր Ղազարյանը և վերցնում գնդակը, բայց կորցնում է հիմա գնդակը Ռոման Ջուլակյանը և խաղը շարունակվում է, այստեղ Ալեն Հարոյանի մոտ է գնդակը, հիմա երկար փոխանցում տուգանային հրապարակ, այստեղ էլ չստացվեց Անդրանիկ Կարապետյանի Կիրակոսյանի հարվածը, բայց լավ փոխանցում կատարեց այնտեղ Բայերի ֆուտբոլիստը, նորից Բայերն է գնդակով շատ ակտիվ են, Ալեն Հարոյանն է նորից տեսնում ենք հարված կատարեց, բայց բարձր ընթացավ նրա հարվածը, Վաղինակ Սեթրակյանը տեսանք, որ շատ լավ պահ ունեցավ, կարող էր առաջի փորձից այս խաղում բացել հաշիվը, բայց նրա մոտ չստացվեց, մի քիչ տապողականություն նկատվեց, դարպասապանն էլ դուրս էր եկել դարպասից, կարող էր փորձեց նրա վրայով գնդակ ուղարկել, բայց մի փոքր բարձր ստացվեց նրա հարվածը, ինչևէ
Այդ դրվագը անցյալում է, հիմա եզրային նետում են վաստակ է Լիոնի ֆուտբոլիստները։ Շատ վտանգավոր էր նորից այստեղ, բայց լավ գործեց նորից Հայկ Հակոբյանը, ուղղակի հեռացրեց գնդակը։ Շատ վտանգավոր են այսօր Բայերի կողմից կատարված գրոհները։ Նորից Ալեն Հարոյանն այստեղ փորձեց շրջանցել Արթուր Ասոյանը, բայց շատ լավ գործեց։ Հիմա տեսնենք հակագրոհ, բայց շատ լավ հիմա այստեղ Բայերի ֆուտբոլիստը պաշտպանվեց Վաղինակ Սեդրակյանի նկատմամբ եւ վերջինս էլ խաղի կանոնները խախտեց Աղասի Ավետիսյանի հետ պայքարում։ Հիմա սուլի չկա, տեսնենք Աղասի Ավետիսյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչ կանի, այստեղ փոխանցում կատարեց, բայց հեռացրեցին, բայց շարունակվում է հիմա նորից Բայերի գրոհը, Գագիկ Ղուկասյանն է գնդակով, երկար փոխանցում մյուս եզր, բայց հասնում է թիմակիցը այստեղ, նորից կշարունակվի Բայերի գրոհը, կարծես թե չկարողացան թիմերը արագ գրոհ Արագ գոլ ուղարկել մյուս դարպասը եւ շատ վտանգավոր էր հիմա Ալեն Հարոյանի կողմից կազմակերպված գրոհ, սեղել արագ վերցրեց գնդակը Արթուր Ղազարյանը փորձեց նետել Վաղինակ Սեդրակյանի ուղղությամբ, բայց չհասավ Վաղինակ Սեդրակյանը գնդակին, շատ վտանգավոր է գործում, տեսնում ենք Ալեն Հարոյանը ձախ եզրում, մի քանի փորձ արդեն տեսել ենք, որ կատարել է երիտասարդ ֆուտբոլիստը։ Նորից Ալեն Հարոյանն խաղարկում է Անդրանիկ Կիրակոսյան, լավն էր փոխանցում, այստեղ տեսնենք հիմա ինչ կան է, շատ լավ փոխանցում, բայց նորից այստեղ լավ գործեցին Լիոնի ֆուտբոլիստները եւ Արթուր Ղազարյանը վերցրեց գնդակը, նորից երկար փոխանցում դեպի Վաղինակ Սեդրակյանը, այստեղ էլ լավ է գործում Բայերի պաշտպանը Արմեն Ազնավուրյանն էր այնտեղ տեսնում ենք պաշտպանվում։ Նորից տեսնում ենք Բայերը սկսեց իր հերթական գրոհը կառուցել, բայց այստեղ ուժեղ փոխանցում տեսանք դեպի Ալեն Հարոյանը եւ եզրային նետումը Լիոնինն է լինելու, հիմա էլ այստեղ սխալ փոխանցում Արթուր Ասոյանից եւ շատ վտանգավոր կարող է լինել։ Հիմա տեսնենք հարված կարող կատարել, հարված փակում այստեղ հարվածը Լյուդվիկ Ադամյանը եւ շարունակում է գրոհ նորից Բայերի լավ փոխանցումների շարք եւ նորից հեռացված է գնդակը, այստեղ է փակեց հարվածի ճանապարհը Ռոման Ջուլակյանը, կարծես թե եւ հիմա էլ հակագրոհ, բայց այստեղ փոխանցումը ուժեղ ստացվեց Լիոնի ավագի եւ Բայերին է նորից գնդակը լինելու, հիմա ակտիվ մեկնարկ են տվել այս մի քանի րոպեներին թիմերը։ Բայերը տեսնում ենք, որ ճնշել է մի փոքր Լիոնի տղաներին եւ փորձում են հանդիպան հաշիվը բացեն։ Այստեղ Տիգրան Սեդրակյանն էր լավ պաշտպանվում Արմեն Ազնավուրյանի հետ պայքարում, բայց խաղի կանոնների խախտում նկատվեց։ Տեսնում ենք, որ մեզ մոտ արդեն խաղի այս խաղակեսի հասարակացը հատեցինք, սիրելի ֆուտբոլասերներ, եւ այս պահին գոլազուրկ ոչ ոքի է մեզ մոտ, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում։ Հիմա փոփոխություն ենք տեսնում Բայերի ֆուտբոլիստների մոտ։ Եվ հիմա Արթուր Ղազարյան երկար փոխանցում տեսանք, բայց նորից շատ արագ Բայերը կարծես թե փորձեց խլել գնդակը, նորից հեռացնում են Լիոնի տղաները գնդակը, այստեղ Վաղինակ Սեդրակյանին է հասնում գնդակը, բայց նորից հեռացեց այստեղ գնդակը։ Հիմա թեժ պայքար է ընթանում դաշտի կենտրոնում, թիմերը չեն կարող գնդակը
իրենց մոտ վերցնել եւ ի վերջո խաղի կանոնների խախտում նկատվեց եւ Բայերինն է լինելու գնդակը եւ հիմա նորից տեսնում ենք տուգանային հարված շատ վտանգավոր են Բայերի տուգանայինները Անդրանիկ Կիրակոսյանն է գնդակի մոտ սուլի չկա եւ հարված տեսանք եւ փակեցին նորից հարվածը հիմա հակագրող կարող են ձեռնարկել Լիոնի ֆուտբոլիստները բայց չստացվեց նրանց մոտ շատ լավ պաշտպանվեցին Բայերի տղաները Արթուր Ասոյանն է հիմա գնդակով խաղում է Գալուստ Ղուկասյանի հետ Հայկ Հակոբյան այստեղ երկար փոխանցումը չստացվեց Հայկ Հակոբյանի եւ նորից գնդակին են տիրում Բայերի տղաները Անդրանիկ Կիրակոսյան շատ լավն էր հիմա բայց նրա հարվածը ոտքին չնստեց եւ շեղ ընթացավ այս հարվածը նորից տեսանք Բայերի կողմից հարված շատ հարվածներ են կատարել այս խաղակեսում Բայերի տղաները բայց այս պայն դեռ արդյունք չեն տվել այդ հարվածները իրենց թիմին Տեսնում ենք նորից գրող է կազմակերպել Բայերը Ալեն Հարոյանն է գնդակով եւ փոխանցում մյուս եզրը այստեղ էլ հեռացված է գնդակը շատ վտանգավոր է հիմա Վաղինակ Սեթրակյանը այստեղ պահեց գնդակը եւ հարված կատարեց բայց շեղեր նրա արդեն երկրորդ հարվածը տեսանք այս խաղում Վերջինս նշեմ, որ իր թիմի լավագույն ռմբարկուն է այս մրցաշարում խփել է 9 գոլ լավն էր այստեղ փոխանցումը հարված եւ գոլ հիմա տեսնում ենք 1-0 Բայերը ի վերջո բացում է հանդիպան հաշիվը եւ գոլի հեղինակ է դառնում Անդրանիկ Կիրակոսյանը 1-0 Անդրանիկ Կիրակոսյան 1-0-ի վերջո Բայերը կարողանում է այդքան պահերից հետո խփել իր գոլը եւ խաղի հաշիվը բացել հիմա նորից տեսնում ենք Բայերի գրո այստեղ շատ լավ էր Ալեն Հարոյանը ձախ եզրում շարժվել առաջ կարող են կրկնապատկել շատ արագ իրենց առավելությունը բայց չստացվեց Բայերի տղաների մոտ Հիմա տեսնում ենք Լիոնը պարտվողի կարգավիճակում է, բայց այս պայն երկու հարված են կատարել նրանք այս խաղում, բայց ոչինչ չի տվել հիմա Վաղինակ Սեթրակյան հարված, բայց նորից շեղ ընթացավ նրա հարվածը արդեն 3 անգամ նա հարված է կատարել, 3-ն էլ շեղ են ընթացել Բայերի տղաները այսօր տեսնում ենք, որ շատ լավ են համագործակցում միմյանց հետ, ձախ եզրում շատ լավ ակտիվ է գործում Ալեն Հարոյանը Անդրանիկ Կիրակոսյանն էլ է ակտիվ այսօր եւ իր գոլը հեղինակեց, հիմա տեսնենք Ալեն Հարոյանն է գնդակով շարժվում է կենտրոն հարված եւ մի փոքր շեղությամբ անցավ, բայց այնտեղ էլ ազատվել էր Անդրանիկ Կիրակոսյանը, բայց վերջինս չկարողացավ գնդակին դիպչել Այստեղ նորից տեսանք
Երկար փոխանցում Լիոնի դարպասապայի կողմից, բայց նորից դուրս անցավ գնդակը։ Առաջի խաղակեսի ավարտին մնաց 5 րոպե, առջևում են Բայերի ֆուտբոլիստները։ Շատ լավ են գործում այս խաղակեսում, նրանք այստեղ էլ տեսանք հրաշալի փոխանցում Ալեն Հարոյանի կողմից, բայց այնտեղ հեռացրեց Լիոնի ֆուտբոլիստը և նորից անկյունային տեսնենք Լիոնի դարպասին։ Ալեն Հարոյանն է փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ հեռացրեց Լիոնի ֆուտբոլիստը, բայց շատ վտանգավոր էր Բայերի գրող շարունակվում է հիմա նորից մնալ Բայերի ֆուտբոլիստների մոտ, երկար փոխանցում այստեղ նորից հեռացված է գնդակը և անկյունային կտեսնենք։ Կարծես թե Բայերը փորձում է կրկնապատկել ընդմիջումից առաջ իրենց առավելությունը, փոխանցում, շատ լավ փոխանցում և հարվածը Արթուր Պետրոսյանի բարձր է ընթանում, շատ լավ էր նկատել այստեղ Անդրանիկ Կիրակոսյանը Արթուր Պետրոսյանին, կենտրոնում ազատվել էր վերջինս և փորձեց ընթացքից հարված կատարել, բայց բարձր ընթացավ հարվածը։ Հիմա պրեսինգ են ենթարկել Բայերի ֆուտբոլիստը, ստացվեց նրանց մոտ պրեսինգը և հարված, բայց շեղ ընթացավ և վերջում դիպավ Լիոնի ֆուտբոլիստին և նորից անկյունային շատ այնտեղ վտանգավոր գործեցին Լիոնի տղաները և պրեսինգը տվեց իր արդյունքը և Բայերը կարողացավ հարված կատարել։ Հիմա Տուգանային հրապարակ փոխանցում, այստեղ հեռացրեց Արթուր Ղազարյանը, հարված և գոլ 2-0, կրկնապատկում են իրենց առավելությունը Բայերի ֆուտբոլիստները։ Համլետ Ազնավուրյան 2-0 Բայերը կրկնապատկում է իր առավելությունը և շատ հարմար առավելություն է ստանում ընդմիջումից առաջ։ Տեսանք, որ տվեց իր արդյունքը այդ վտանգավոր գրո Բայերի կողմից։ Այստեղ խաղի կանոնների խախտում նկատվեց Ալեն Հարոյանի հետ պայքարում։ Նրանից գնդակը դժվար է խլելը։ Հիմա նորից նա է գնդակով, շատ լավ խաղարկումներ, հիմա ձախ եզրով փորձում է շարժվել առաջ, լավն էր նրանց խաղարկումները և ի վերջո հեռացված է գնդակը։ Եվ այստեղ էլ գնդակին չհասավ Վաղինակ Սեյթակյանը։ Շատ լավ խաղակես անցկացրեց Բայերը։ Հիմա նորից գրո էին իրականացնում, փորձում իրականացնել Բայերի ֆուտբոլիստները, չստացվեց նրանց մոտ, նորից երկար փոխանցում այստեղ Վաղինակ Սեյթակյանին, պահում են գնդակը, այստեղ էլ հարված կատարեց Արթուր Ասոյանը, բայց շեղ են, այսօր 4 հարված է կատարել Լիոնը, 4-ն էլ շեղ են ընթացել, դեռ դիպուկ հարված չունեն Լիոնի ֆուտբոլիստները այս խաղում։ Հանգիստ խաղարկումներով փորձում են այս խաղակեսը ավարտին հասցնել Բայերի ֆուտբոլիստները, պահում են իրենց մոտ գնդակը, Հասի Ավետիսյան երկար փոխանցում և հիմա հարված կարող ենք տեսնել, բայց հեռացրեցին նորից Լիոնի ֆուտբոլիստները, Արթուր Ասոյան պահում է իր մոտ գնդակը, լավն էր հիմա խաղարկումը Վաղինակ Սեյթակյանի հետ, Արթուր Ասոյան
Շատ է փոխանցում Ջուլակյանին հարված, բայց նորից շեղ ընթացավ Լիոնի ֆուտբոլիստի կատարմամբ հարված է եւ վերջ առաջին խաղակեսը ավարտված է 2-0 հաշվով թիմերը գնում են ընդմիջման, Բայերը հաղթում է Լիոնին, մեզ մոտ էլ ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք եւ մեկնարկեց մեզ մոտ երկրորդ խաղակեսը։ Նշեմ, որ Բայերը հաղթում է Լիոնին 2-0 հաշվով, շատ լավ խաղակես անցկացրին Բայերի ֆուտբոլիստները։ Հիմա առաջին գրոհը տեսանք այս խաղակեսում Բայերի կատարման, բայց բռունցքներով հեռացրեց գնդակը Արթուր Ղազարյանը։ Տեսնում ենք, որ երկրորդ խաղակեսն են ակտիվ մեկնարկել Բայերի տղաները։ Շատ լավ առաջի խաղակես անցկացրեցին նրանք։ Լիոնն էլ ոչ մի հարված չկատարեց դիպուկ դարպասին այդ խաղակեսում, տեսնենք այս խաղակեսում ինչ կառաջարկի Լիոնը Բայերին, հիմա շատ արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները, հիմա Լիոնն է գրում, այս գրոյից հետո կներկայացնեմ թիմերի հայտարարությունները, բայց շատ արագ կորսեց Վաղինակ Սեթրակյանը գնդակը, Բայերի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Սևոյանը, համար 4 Աղասի Ավետիսյան, համար 5 Արմեն Ազնաուրյան, համար 7 Արթուր Պետրոսյան, համար 10 Անդրանիկ Կիրակոսյան, համար 11 Գագիկ Ղուկասյան, համար 17 Ալեն Հարոյան, համար 21 Վարդգես Գեբեշյան, համար 22 Համլետ Ազնաուրյան եւ համար 33 Հարություն Օհանյան։ Լիոնի դարպասը պաշտպանում է համար 1 Արթուր Ղազարյան, համար 3 Բաբկեն Աբրահամյան, համար 5 Հայկ Հակոբյան, համար 7 Նարեկ Դավթյան, համար 8 Լյուդվիգ Ադամյան, համար 10 Վաղինակ Սեթրակյան, համար 11 Տիգրան Սեթրակյան, համար 13 Ռոման Ջուլհակյան, համար 23 Արթուր Ասոյան, համար 20 Գալուս Ղուկասյան եւ համար 99 Արտակ Մանվելյան։ Տեսնում ենք, որ թիմերը ակտիվ են մեկնարկել երկրորդ խաղակեսը, այստեղ Համլետ Ազնաուրյանն է աջ եզրով փորձում շրջանցում կատարել, բայց այստեղ է լավ գործեց Ռոման Ջուլակյանը, բայց ի վերջո դուրս է եկել գնդակը դաշտի եզրային գծից եւ Լիոնինն է լինելու գնդակը, հիմա արագ խաղարկում տեսանք Վաղինակ Սեթրակյանն է գնդակով, նա առաջի խաղակեսում 3 հարված կատարեց, 3-ն էլ շեղ ընթացավ, ամբողջ Լիոնի հարվածները ես կասեի առաջի խաղակեսում շեղ էին եւ ոչ մի դիպուկ հարված նրանք չկատարեցին Թաթուլ Սևոյանի դարպասին, հիմա տեսնում ենք վտանգավոր գրոհ Բայերի կողմից փոխանցում եւ գոլ 3-0 այստեղ տեսնում ենք շատ արագ հիմա ավելացնում է իր առավելությունը Բայերը եւ նորից գոլի հեղինակ է դառնում Համլետ Ազնաուրյանը եւ դուբլ է գրանցում իր հաշվին։ Համլետ Ազնաուրյան 3-0 մեծացնում են իրենց առավելությունը Բայերի ֆուտբոլիստները եւ դուբլ է գրանցում իր հաշվին Համլետ Ազնաուրյանը շատ լավ դուրս եկավ խաղադաշտ առաջի խաղակեսում փոխարինման Համլետ Ազնաուրյանը հիմա Լիոնն էր գրում բայց ստացվեց հարված կատարել բայց վաստակում են նրանք իրենց առաջին անկյունայինը Եվ այս խաղակեսի առաջին անկյունայինն է լինելու Փոխանցում Տուգանային հրապարակ եւ այստեղ կարող էր հիմա եզրափակել այս փոխանցումը Լյուդվիգ Ադամյանը, բայց ներողություն Հայկ Հակոբյանը, բայց ի վերջո հեռացրեցին գնդակը եւ նորից կտեսնենք անկյունային հարված Հիմա փոխանցում նորից տեսանք Վաղինակ Սեթրակյան թողնում է Հայկ Հակոբյանին հարված, բայց նորից շեղ են Լիոնի ֆուտբոլիստների հարվածները, բայց վտանգավոր գրոհ էր տեսանք Լիոնի կատարմամբ նրանք ինչ-որ կերպ փորձեցին արագ կրճատել հանդիպան հաշիվը, բայց չկարողացան
նորից Բայերի տղաներն են վերահսկում գնդակը, այստեղ շատ լավ անցում տեսանք, Արթուր Պետրոսյանն է շարժվում առաջ, թիմակից է փնտրում, այնտեղ ազատվեց հիմա Արմեն Ազնավուրյանը, բայց ի վերջո չհասավ գնդակին։ Այդտեղ տեսնում ենք, որ մեծ ուժ էր ներդրել Արմեն Ազնավուրյանը այդ գնդակին հասնելու համար, բայց չկարողացավ, բայց նորից արագ Բայերի տղաները այստեղ խլեցին գնդակը, բայց հիմա Լիոնն է շատ լավ այստեղ պայքարը առաջարկում, հիմա տեսնենք կլինի հարված, բայց ի վերջո այստեղ դիպավ վերջի պայն Արթուր Կիրակոսյանին գնդակը և վերցնում է գնդակը Թաթուլ Սևոյանը, հարված չտեսանք նորից Լիոնի ֆուտբոլիստների կողմից։ Այստեղ նորից մանր խաղարկումներ տեսանք և շատ լավ հիմա ազատվեցին այդ պրեսինգից Բայերի ֆուտբոլիստները և փոխանցում այստեղ փոխանցումը չստացվեց Անդրանիկ Կիրակոսյանի։ Եվ Արթուր Ղազարյանն է սկսում իր թիմի գրոհ և երկար փոխանցում նորից, բայց նորից անցնում է գնդակը Բայերին։ Տեսնում ենք, որ շատ արագ են վերադարձնում գնդակը այս խաղում Բայերի ֆուտբոլիստները։ Եվ նորից Արթուր Պետրոսյանն է աջ եզրով շարժվում առաջ, բայց նրա փոխանցումը թույլ էր և այստեղ էլ շատ լավ գործեց Հայկ Հակոբյանը։ Արթուր Ասոյանն հիմա շարժվում առաջ ձախ եզրով, կարող է հարված կատարել և նորից շեղ է ընթանում հարվածը։ Այսօր Լիոնի տղաների հարվածները չեն ստացվում, նրանց դիպուկությունը այսօր այս պայն 0-ի է, հավասար, հիմա շատ լավ, հիմա Բայերի ֆուտբոլիստը անցավ, բայց հիմա Ռոման Ջուլակյանն է լավ պաշտպանվում նրա դեմ, Արթուր Ասոյանի մոտ է գնդակը, երկար փոխանցում դեպի Վաղինակ Սեդրակյան և հարված և հիմա ինչպիսի դիրքից բարձր է հարվածում Վաղինակ Սեդրակյանը, ինչ պահ կորցրեց Լիոնը, կարող էին շատ արագ կրճատել նրանք հանդիպան հաշիվը, բայց Լիոնի ռմբարկուն 4-րդ իր հարվածը նորից բարձր է կատարում և նորից տեսանք շատ վտանգավոր դիրքից չկարողացավ Լիոնի ֆուտբոլիստը գոլի հեղինակ դառնալ։ Հիմա երկար փոխանցում շատ լավն էր այստեղ փոխանցումը Աղասի Ավետիսյանի, այնտեղ էլ եզրափակում էր Համլետ Ազնավուրյանը, բայց նրա հարվածը չստացվեց, բայց շատ վտանգավոր էր Բայերի անցկացրած գրոհը։ Նորից երկար փոխանցում դեպի Վաղինակ Սեդրակյանը, բայց ի վերջո Արթուր Ասոյանի մոտ է գնդակը, լավ խաղարկում այստեղ Բաբկեն Աբրահամյանի հետ, բայց չստացվեց վերջում փոխանցումը Արթուր Ասոյանի։ Շատ լավ հիմա այստեղ նկատեցին Արթուր Պետրոսյանին ազատվել էր այնտեղ պաշտպանից, հիմա աջ եզրով փորձում է շրջանցում կատարել, ի վերջո կենտրոն է փոխանցում։ Նորից գնդակը իրենն է լինելու, փոխանցում կենտրոն Համլետ Ազնավուրյանին և հարված հիմա, բայց այստեղ հարվածը չստացվեց Արթուր Կիրակոսյանի, բայց նորից հետաքրքիր էին մտածել Բայերի տղաները իրենց գրոհ։ Այստեղ նորից չստացվեց Վաղինակ Սեդրակյանի մոտ ինչ-որ բան ձեռնարկել։ Աղասի Ավետիսյանն է գնդակով այստեղ հեռացրեց Լիոնի պաշտպանը և եզրային նետումը ի վերջո Բայերինն է լինելու։ Շարունակվում եմ այստեղ Բայերի գրոհ և վտանգավոր դիրքում տուգանային հարված են վաստակում Բայերի ֆուտբոլիստները, այստեղ բախում եղավ Ռոման Ջուլակյանի և Աղասի Ավետիսյանի հետ պայքարում և Ռոման Ջուլակյանն է զգուշացվում է, դեղին քարտ է ստանում և հիմա գնդակի մոտ Անդրանիկ Կիրակոսյանն է և տեսնենք հիմա ինչ կառաջարկի նա։
Մասուլի չկա Անդրանիկ Կիրակոսյան փոխանցում, բայց հեռացված է գնդակը շարունակում է գրո, այստեղ փոխանցումը չստացվեց Անդրանիկ Կիրակոսյան եւ հիմա հակագրում ենք Լիոնի տղաները Արթուր Ասոյան պետք է փոխանցում կատարել, բայց հարված է կատարում եւ ի վերջո դիպուկ են հարվածում Լիոնի ֆուտբոլիստեն եւ այն իրականացնում է Արթուր Ասոյանը, առաջին դիպուկ հարվածը տեսանք Լիոնի կողմից, բայց Թաթուլ Սևոյանը իր դիրքում էր եւ շատ հեշտ գնդակ էր նրան մատուցել Արթուր Ասոյանը Հիմա այստեղ շատ լավ պաշտպանվեց Ռոման Ջուլակյանը, բայց նրա այդ պայքարում էլ լավ գործեց Ալեն Հարոյանը Հիմա նորից գեղեցիկ փոխանցումներ տեսանք Բայերի կողմից, բայց այստեղ գնդակը առաջ թողեց Ալեն Հարոյանը Նշեմ, որ վերջին հանդիպումը Բայերը իր անցկացրեց Մոնցայի հետ եւ պարտվեց 1-2 հաշվով շատ լավ հանդիպում ընթացավ այնտեղ Եվ հիմա նորից գրում են Բայերի ֆուտբոլիստները հարված եւ փակեցին այստեղ այս հարվածի ճանապարհը այնտեղ Հայկ Հակոբյանն էր հարվածի ճանապարհը փակողը եւ հարվածն է կատարեց Արթուր Պետրոսյանը Այնտեղ պարտվեց Բայերը, նրանց գոլի հեղինակը դարձավ Արթուր Պետրոսյանը, բայց նրանք պայքար ցուցաբերեցին, ի վերջո չստացվեց նրանց մոտ հաղթանակի հասնել։ Հիմա տեսնում ենք Լիոնն է փորձում հակագրող կազմակերպել 4-2-ի են, բայց այստեղ հեռար հարված կատարեց Վաղինակ Սենթրակյանը եւ նորից շեղեն նրա հարվածը, այսօր նրա հարվածները չեն ստացվում դեռ, իսկ Լիոնն է պարտություն կրեց, պարտվեց Մարսելին 2-4 հաշվով, հիմա տեսնում ենք Բայերի գրո, Արթուր Պետրոսյան հարված նորից փակեցին նրա հարվածը, բայց նորից գնդակը լինելու է Բայերինը եւ երկար փոխանցում հիմա դեպի Տուգանային հրապարակ, բայց Արթուր Ղազարյանն է գնդակի տերը եւ նորից երկար նետում, բայց այստեղ էլ շատ լավ գործեց Հարություն Օհանյանը 2-4 հաշվով պարտվեց Լիոնը, այնտեղ էլ հետաքրքիր հանդիպում գրանցվեց Հիմա նորից հարված տեսանք այստեղ Արթուր Ղազարյանի պաշտպանած դարպասից, բայց գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ Արթուր Ղազարյանը Չստացվեց Լիոնին անցած խաղում միավոր վաստակել Մարսելի հետ պայքարում Լիոնից մեկ անգամ աչք ընկավ, այստեղ տեսնում ենք, որ դեղին քար ստացավ Բայերի ֆուտբոլիստը եւ վտանգավոր դիրքում Լիոնը վաստակել է Տուգանային հարված, մեկ անգամ աչք ընկավ այդ խաղում Արթուր Ասոյանը եւ մեկ անգամ էլ աչք ընկավ Բաբկեն Աբրահամյանը Ինչեւ այդ խաղը արդեն անցյալում է, հիմա տեսնենք վտանգավոր դիրքում Լիոնը Տուգանային հարված է վաստակել Եվ սուլի չկա, Ռոման Ջուլակյանն է գնդակի մոտ, հիմա հարված տեսանք, բայց այստեղ փրկում է իր թիմին Թաթուլ Սևոյանը Եվ երկրորդ դիպուկ հարվածը Լիոնի ֆուտբոլիստների կողմից Կարծես թե երկրորդ խաղակեսի հասարակածն է հատեցինք սիրելի ֆուտբոլասերն Ի վերջո 3-0 հաշվով այս պայի դրությամբ Բայերի տղաները հաղթում են եւ շատ մեծ քայլ են կատարել այս պային 3 միավոր վաստակելու համար Բարդ է իրավիճակը Լիոնի ֆուտբոլիստների համար Եթե նրանք արագ չկարողանան կրճատել հանդիպման հաշիվը
ի վերջո չեն կարողանա այս խաղում գոնե մեկ միավոր վաստակել, նորից Մաղինակ Սեթրակյան հարված եւ Թաթուլ Սևոյանն է փրկում իր թիմին, ի վերջո տեսանք Վաղինակ Սեթրակյանի կողմից դիպուկ հարված այս խաղում, կարծես թե 5-րդ կամ 6-րդ հարվածը նրա դիպուկ էր։ Հիմա տեսանք շատ լավ փոխանցում այստեղ Անդրանիկ Կիրակոսյանին, բայց վերջինս չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, այնտեղ Աղասի Ավետիսյանի գեղեցիկ փոխանցումը դեպի Անդրանիկ Կիրակոսյանը տեսանք, բայց վերջինս չկարողացավ եզրափակում կատարել այդ փոխանցումը, կարող էր էլ ավելի խոշոր դարձնել Անդրանիկ Կիրակոսյանը իր թիմի առավելությունը։ Եվ վերջինս էլ կարող էր դուբլի հեղինակ դառնալ, բայց ի վերջո չստացվեց նրա մոտ, հիմա շարունակում է Արթուր Ասոյան, խլեցին նրանից գնդակը, բայց այստեղ թեժ պայքար է ընթանում եւ ի վերջո Լիոնի ֆուտբոլիստները խլեցին գնդակը։ Հայկ Հակոբյանն իմ այլ հարված կատարում եւ Թաթուլ Սևոյանը նորից վերցնում է գնդակը, հիմա տեսանք, որ հեռար հարվածներ են փորձում կատարել Լիոնի ֆուտբոլիստները եւ ստացվում է կարծես թե նրանց մոտ եւ դիպուկ են հարվածում, բայց դեռ արդյունք չկա այդ հարվածներից հետո Լիոնի տղաների մոտ։ Հիմա եզրային նետում են վաստակել Բայերի տղաները, այստեղ երկար փոխանցում եւ հիմա կարող էր գեղեցիկ հարված կատարել Լիոնի ֆուտբոլիստը, այնտեղ Արթուր Պետրոսյանն էր հարված կատարողը, բայց չստացվեց նրա մոտ, հիմա հակագրող կարող ենք տեսնել Լիոնի կատարման, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Լյուդվիգ Ադամյանի փոխանցումը եւ Բայերինն է նորից լինելու գնդակը։ Տեսնում ենք հեշտությամբ են անցնում կիսադաշտը Բայերի ֆուտբոլիստները, այստեղ Արթուր Պետրոսյանն է պայքարում եւ հիմա գնդակով է փնտրում է թիմակից, ի վերջո խաղարկեց Արմեն Ազնավյանի հետ եւ հետ փոխանցում Աղասի Ավետիսյանը, հիմա փոխանցում դեպի այնտեղ ազատվել էր Համլետ Ազնավյանը, բայց ուժեղ ստացվեց Աղասի Ավետիսյանի փոխանցումը, հիմա այստեղ արախաղում եւ կորցնում են գնդակը Լիոնի տղաները եւ հիմա տեսնենք Ալեն Հարոյանն է գնդակով, այստեղ անցումները նրա չստացվեց եւ նորից հեռացված է գնդակը։ Վաղինակ Սեթրակյանի հետ պայքարում կարծես թե խաղի կանոնների խախտում էր, բայց մրցավարը թողեց շարունակեն թիմերը խաղը։ Եվ հիմա էլ գրում են Լիոնի ֆուտբոլիստները, Լյուդվիգ Ադամյան, տեսնենք ինչ կանի եւ հարվածի վերջո կատարեց, վտանգավոր էր եւ շեղ ընթացավ նրա հարվածը։ Հիմա տեսնում ենք, որ չեն շտապում Բայերի ֆուտբոլիստները, նրանք այս պայն հարմար առավելություն են ստացել Լիոնի նկատմամբ եւ հանդիպան ավարտին էլ քիչ ժամանակ է մնացել։ Լավ անցում ձեռնարկեց Հայկ Հակոբյանը, այստեղ ի վերջո հարված, բայց փակեցին հարվածը նրա, շատ լավն էր նրա կատարմամբ հարվածը, հիմա նորից շարունակում է գրով, Վաղինակ Սեթրակյանն է գնդակով եւ հիմա տեսնենք հարված կատարեց, բայց փակեց հարված այստեղ Աղասի Ավետիսյանը, նորից շարունակում է գրով փոխանցում, նորից Ավետիսյանն է հեռացնում եւ անկյունային հարված կտեսնենք Բայերի դարպասին
Մի փոքր ակտիվացան այս րոպեներին Լիոնի տղաները։ Փոխանցում նորից Տուգանային հրապարակ, այստեղ հարված չկատարեց Բաբկեն Աբրահամյանը եւ հակագրող կարող ենք տեսնել հիմա Բայերի կողմից Հարություն Օհանյան խաղարկում են Արթուր Պետրոսյան, լավն է նրանց խաղարկումը եւ հարվածի վերջո հարված եւ մի փոքր շեղ ընթացավ նրա հարվածը, շատ լավ հակագրող տեսանք Բայերի կողմից։ Հարություն Օհանյանն էր, տեսնում ենք, որ առաջ շարժվել եւ հարձակվողի դիրքում էր գտնվում։ Այս խաղում նա պաշտպանությունում էր աչքի ընկնում։ Ձախ եզրում այստեղ տեղակայվել է Ալեն Հարյանը, այստեղ Հարություն Օհանյանի հետ փորձեց փոխանցում խաղարկել, բայց չստացվեց, նորից երկար փոխանցում եւ նորից գնդակի տերը այստեղ Աղասի Ավետիսյանն էր, հիանալի խաղ է ցուցադրում Աղասի Ավետիսյանը այս խաղում։ Մել Կիրակոսյանն է շարժվում առաջ եւ հարված կարող էր կատարել հարված եւ հիմա գոլ 4-0 Հարություն Օհանյանն է աչքի ընկնում։ Գեղեցիկ փոխանցում տեսանք Անդրանիկ Կիրակոսյանի կատարմամբ եւ խաղի ելքը վճռեցին կարծես թե Բայերի տղաները եւ 4-0 է մեզ մոտ։ Հարություն Օհանյան 4-0, այլ ավելի խոշոր դարձրեց հաշիվը Հարություն Օհանյանը, ի վերջո նա էլ գոլի հեղինակ դարձավ այս խաղում։ Եվ այս խաղով Լիոնը ինձ թվում է իմ կարծիքով չի կարողանա անգամ մեկ միավոր վաստակել, նորից գրում են Բայերի ֆուտբոլիստները Հարություն Օհանյան, այլ այսօր աչքի ընկավ եւ Ալեն Արոյանի հետ է խաղարկում, փոխանցում եւ հարված հիմա էլ Արթուր Ղազարյանն է փրկում իր թիմին, այնտեղ Գագիկ Ղուկասյանն էր ստացել գնդակը եւ գեղեցիկ սեյվ կատարեց Արթուր Ղազարյանը եւ անկյունային հարված։ Արթուր Պետրոսյանն է փոխանցում կատարում եւ այստեղ ինչեր խաղի կանոնների խախտում նկատվեց կարծես թե եւ Լիոնինն է լինելու գնդակը։ Նորից տեսնում ենք շտապում են եւ արագ խաղարկում եւ Բաբկեն Աբրահամյանն էր ազատվել եւ Լյուդվիգ Ադամյան փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց նրա, բայց պահում է գնդակը Բաբկեն Աբրահամյանը եւ ի վերջո վերջինս է վաստակում անկյունային հարված։ Այնտեղ լավ էր նկատել Ռոման Ջուլակյանը Բաբկեն Աբրահամյանին, հիմա երկար փոխանցում դեպի Վաղինակ Սեթրակյանը չստացվեց, բայց պայքարը եւ նորից Բայերն է խլում գնդակը։ Գեղեցիկ այստեղ փոխանցում Արթուր Պետրոսյանի կողմից, բայց չստացվեց ֆուտբոլիստի փոխանցումը։ Պահեցին ի վերջո Լիոնի տղաները այստեղ գնդակը, Հայկ Հակոբյան խաղարկում է Գալուց Ղուկասյանի հետ, աջ եզրում է փոխանցում եւ այստեղ էլ լավ է հիմա հեռացնում վերջին պահին գնդակը Արմեն Ազնավուրյանը եւ նորից անկյունային հարված, վերջին րոպեներն են ընթանում մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Փոխանցում եւ նորից այստեղ Թաթուր Սևոյանը տեղում է գնդակը վերցնում է եւ երկար նետում կատարում Արթուր Պետրոսյանը լավն էր փոխանցումը դարպասից դուրս է եկել այստեղ Արթուր Ղազարյանը, բայց ուշացրեց ի վերջո փոխանցումը Արթուր Պետրոսյանը, բայց մնում է գնդակը Բայերի մոտ Ալեն Հարոյան, այստեղ էլ Տիգրան Սեթրակյանն է հեռացնում գնդակը, շատ լավ պահ ուներ Բայերը էլ ավելի մեծացնելու իրենց առավելությունը, բայց չստացվեց Արթուր Պետրոսյանի մոտ։
շարունակում է խաղը Անդրանիկ Կիրակոսյան եւ փոխանցում տեսնենք ի վերջո հարված կկարողանան կատարել Աղասի Ավետիսյան եւ այստեղ ձեռքով է դիպել գնդակին Լիոնի ֆուտբոլիստը, բայց վերջ խաղը ավարտված է ի վերջո Բայերը հաղթանակ է տոնում այս խաղում Լիոնի կատարմամբ 4-0 պայքար ընթացավ հերթական միավորը վաստակեցին Բայերի ֆուտբոլիստները խաղն էլ ավարտվեց մի քանի րոպե ընդմիջում կվերադառնանք երկրորդ խաղին